53 տարվա ստաժ ունեմ Արարատ ցեմենտի գործարանում, աշխատել եմ ներքևի գործարան, հետո վարձացել եմ ստեղ, երբ որ շինարարությունը սկսվեց, ինձ զորով հանեցին ստեղ աշխատելու։ Նմանատիպ բաներ, նման գործարաններում չի կատարում։ Այս գործարան աշխատում է 24 ժամ, այսօրվա արած էր, որ արեցին։ Եկան ժողովրդի կեսը արդեն անցել են իրանց աշխատանքին, կեսն էլ մնացել է ստեղ։ Չէ՞ որ էսի հոսքը, աշխատանքային հոսքը գնում ամեն տեղում իր աշխատողը պետք է կանգնած լինի, որ ավարիաներ չստեղծեն։ Այս ինչ արեցին գործարանը, հասանք ժամ 8-ին գործարան եւ գործարանը մի մասը եկել, մի մասը չեկել եւ մեծ ավարիա ստեղծվեց փեչի վրա։ Էսի անելու բաներ, որ լավան մնաց փեչի մեջը, վերջը ոնց ալնելու։ Ես չեմ հասկանում այս պետությանը, չեմ հասկանում։ Ես չգիտեմ։ Այսինքն նաեւ վտանգ է ստեղծվել։ Մեծ վտանգ է ստեղծվել։ Այո, որտեղ գազ է վառվում, գազ, ամեն ժամը վառմատած 3000 կուբամետրից ավել գազը փեչի մեջ է ու ավարիան ստեղծման մարդ չկա, որ տեր կանգնի, ոնց կլինի տեն բան, բանվորների ոնց կարելի է կայնացնել գործարանի դեմը, թող մտնեին, թող իրանց սմեն ընդունեին, տեն այն ինչ այնշել, օրինական ձևը գային, սիրուն ձևով կանգնացնեն, ով է բան ասե, կամ նախորոք ասեն, որ սեն բան ալնելու, մենք կանգնացրած լինենք, լավան չթողեինք փեչի մեջը։ Ինչ մտավախություն, մտահոգություն առհասարակ հիմա ունեք կապված նաև գործարանի հետ, դուք երկարամյա աշխատակից եք ձեզ։ Երկարամյա աշխատող իմ մտավախությունն է նա, որ նմանատիպ գործարանը կառուցվել է, որ պետք է ամբողջ Կովկասին մատակարարել ցեմենտ, այսօր Ադրբեջանը մեզանից անցավ առաջ, մենք մնացինք հետ եւ հələ մնում ենք, խանգարում են մեր աշխատանքին, չպետք է սենց բան լինի։ Ընդհակառակ այս գործարանը պետք է աշխատի օդի դո, նմանատիպ գործարան, նմանատիպ հանքագար ոչ միտեղ չկա։ Նման գործարանը կանգնեցնել, էդի ես չեմ կարող ասեմ։ Ես չեմ կարող ասեմ, էդի ինչ կլինի։ Հիմա տուն եք գնում եւ այդ սպասելով, թե հա ինչ կլինի։ Ես ինչ իմանեմ ուր եմ գնում։ Չգիտեմ էլ ուր եմ գնում։ Ես որտեղ շուտ էի հասե անցե, ես չէի կանգնել այստեղ։ Ես գնացել եմ արդեն հերթափոխ էի ընդունել, որ պետք է աշխատեմ։ Այդ ժամանակ էլ արդեն ավարիան գնաց, որտեղ որությունը չէր բարձրացել երև։ Մենք գիտենք, որ բազմաթիվ աշխատակիցներ ունի Արարատ ցեմենտը, փաստորեն այդ ընտանիքները մնալու են այսպես առանց հացի, առանց ջրի։ Եթե չաշխատի, նաև գյուղատնտեսությունը չի զարգանալու։ Խի գյուղացին կարողանալու իր ապրանքը ծախի, ամբողջ ռեգիոնը մնալու է սոված ծառավ։ Թող մնա, ոնց ալավերդին քանդված, թող էս էլ քանդվի։ Բան չունեմ էլ ասելու։